Անեկդոտները, բան, տենց հիմար ֆիլմերը, քննարկումները միջանցքում անեն, չխանգարեն իստը, կլինի, չէ, այդպես։ Կլինի, պարոն Նազարյան։ Այս հետագայի համար, էլի, առաջիկա 5 տարիների։ Հիմա արձագանքս, մենք խոսեցինք, ես լսում էի նաև, որ այս ապօրինի շինությունների հարցում։ Ներողություն խնդրում, հարգելի լրագրողներ, խնդրում եմ չաղմկել։ Ես չեմ լսել դուք ինչ եք խոսել, բայց լսում եմ դուք խոսում եք։ Հարցը բան չի, ասենք մի քիչ տհաճ է, էլի, Խնդրեմ, պարոն Նազարյան։ Քրքջում են, բան են անում։ Լավ, բան է։ Մի սկզբունքային հարցի մասին ես ուզում եմ այս հարցը շատերին եմ տալիս, ուզում եմ հասկանալ։ Ուրեմն 50-ականներին, 1950-ականներին ահռելի ջանքերով Երևանի որոշ հատվածներ անտառապատվեցին, որը Երևանի համար շատ կարևոր նշանակություն ունի, չմանրանամ։ Հետո սկսած 90-ականներից այդ անտառները հատվեցին եւ աստիճանաբար հետո ինչ-որ մի սկսեցին շենքեր կառուցել։ Հիմա ենթադրենք այդ շենք կառուցողը ապօրինի գույք չունի, ապօրինի միջոց չունի, արդար ինչ-որ միտեղ աշխատել է եւ այդ տները սարքել են, շենքերը սարքել են։ Հիմա այդ շենքերի ճակատագիրը, այսինքն մենք ասում ենք դե լավ, դե որ ինչ-որ մի բան, ինչ-որ մեկը ապօրինաբար թույլ է տվել անտառապատ տարածքներում շինություններ, ուրեմն դե արդեն այդ գնորդը ինչ անի, ինքը օրինական միջոցներով գնել է, ուրեմն այդ շենքերը պետք է մնա ի վնաս Երևանի, որը էկոլոգիական աղետ է։ Ես ձեզ ասեմ, որ միջև այդ անտառային հատվածի դնելը Երևանում որոշ հիվանդություններ, օրինակ ասթմա հիվանդություն ունեցող մարդիկ չէին կարողանում ապրել, որովհետև խնդիր էր։ Այդ փրկեց Երևանը։ Հիմա մենք ասում ենք, դե հիմա դե սարքել են, հիմա այս հարցը ես տեսական տալիս եմ, որովհետև սա նաև նախադեպ է, ինչ որ մեկն էլ հիմա էլի անտառ չէ, կանաչապատ տարածքներ կան եւ մեր ժողովուրդը չգիտեմ մոլուցք ունի, որտեղ ծառա տեսնում թուփ, այդտեղ քանդի ու շենք սարքի։ Հիմա դրա դեմը մենք ոնց ենք առնելու։ Իրավական տեսանկյունից ես ուզում եմ որպես ձեզ գլխավոր դատախազ։ Ես այս հարցը նաև կադաստրի ղեկավարին եմ տվել, այլ կառույցին, Երևանի քաղաքապետին եմ տվել։ Մենք ինչ է, ասում ենք վերջ, ընտիրա, ոչինչ։ Կարևորը մի հատ տեսնենք, եթե ապօրինի է սարքած, իրանից խլենք, տանք ուրիշ։ Ամփոփեք, պարոն Նազարյան, առավել եւս որպես ռեգլամենտի պահպանման, այո, առաջամարտիկ, խնդրում եմ չխախտել ռեգլամենտը։ Շնորհակալություն։ Անտառների հետ կապված ունենք, վստահ եմ գիտեք, տարածքներ, որոնք հենց անտառ որպես պետք է օգտագործվեն, որոնք մեր գործառույթների շրջանակներում վերադարձվել են պետությանը, ամրացվել են շրջակա միջավայրի նախարարությանը, դա Սարալանջի հատվածն է, որը հարակից է Նորքի հեռուստաաշտարակին։ Այդտեղ մոտավորապես 7.5 հեկտար է պահին, բայց ունենք էլի դրվագներ, կարծում եմ բավական մեծ տարածք, եւ եթե չեմ սխալվում, կա արդեն դիրքորոշում հստակ, որ լինելու է ամբողջությամբ անտառ պուրակ։ Այսինքն չի լինելու զվարճանքի կենտրոն, չի լինելու զբոսայգի, լինելու է անտառ պուրակ։ Սա որոշակի առումով միտված է լուծելու այն խնդիրը, որը բարձրացնում եք, եւ նույն դիրքորոշումը կա դալմայագիների հետ կապված, այդտեղ մի կտոր կա պետական շահերի պաշտպանության հայցով, դատախազությունն է զբաղվում, բայց ունենք ձեր կողմից բարձրացած իրավիճակը բազմաբնակարան շենքերի հետ կապված։ Նույն Սարալանջի այդ հատվածում կան բազմաբնակարան շենքեր։ Ինչի են բազմաբնակարան բառը ընդգծում։ Այստեղ մենք կառաջացնենք լրջագույն իրավական խնդիրներ ոչ թե մի մարդու համար, թեկուզ անկախ օրինական կամ ապօրինի, այլ հազարավոր մարդկանց համար, որոնք այդ թվում պարտքով, վարկերով վերցրել են իրենց համար կանխատեսելի հայն-որ ժամանակահատվածում ցանկացել են ունենալ բնակ տարածություն։ Այս իրավիճակների համար, երբ որ այլևս հնարավոր չի այդ շենքի գոյությունը, այսպես ասած, հետ պտտել, չեն կարող շենքը քանդել։ Կանգնած շենքը ապրում է մոտավորապես, չգիտեմ, 500 մարդ, 500 ընտանիք։ Բնականաբար այս իրավիճակում մենք գնում ենք գումարային լուծման։ Ասում ենք, որ այս դեպքում այն հողը, որը որ պետք է ծառայեր որպես անտառ, բայց ապօրինի
դա միշտ ապօրինի, եթե 60 հոդվածի հողը չի կարող լինել մասնավոր սեփականություն։ Այդ իրավիճակում մենք արդեն ստիպված այլոց իրավունքները չխախտելու համար գնում ենք գույքային փոխհատուցման, դա արդեն ուղղելով վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Ես պատկերացնում եմ, որ մենք անտառների քարտեզագրությունը պիտի փոխենք։ Այսինքն չպատկերացնենք, որ հիմա Նորքի են հատվածներում, Սարալանջի են հատվածներում, որտեղ արդեն կանգնած բազմաբնակարան շենքեր կա, շենքը պիտի քանդենք, այդտեղ պիտի անտառ սարքենք, այլ մենք ընդհակառակը պիտի ընդլայնենք անտառները, որպեսզի մակերեսը անտառների լինի այն ինչ որ դուք նշում եք 50-ականներին, բայց չխախտի օրինակ 500 ընտանիքի իրավունք։ Իհարկե, պարզ է, որ մեզ համար էլ ցանկալի լուծում չի եւ մենք փորձում ենք ավելի վաղ փուլում թույլ չտալ շինարարությունը, նման իրավիճակներ ունեցել ենք, բայց լինում է, որ դրանք օրինակ սրանից 5-6 տարի առաջ արդեն կանգնած շենքեր են։ Դրա համար մենք գնում ենք լուծման ու փոխզիջումների ճանապարհով։ Շնորհակալություն, Տիկին Ակմակյան, խնդրեմ։ Հարգելի տիկին գլխավոր դատախազ, ուզում եմ իմանամ վերջին 1 տարվա ընթացքում ընտանեկան բռնությունների հետ կապված դիմելիությունը քաղաքացիների ըստ ձեզ մեծացել է թե նվազել է։ Շնորհակալություն։ Խնդրեմ, Տիկին Վարդապետը։ Շնորհակալություն, ես հիմա ձեզ նույնիսկ էջը կասեմ, որտեղ որ մենք ընտանեկան բռնության վերաբերյալ շատ ծավալուն վերլուծություն ենք արել։ Խնդրում եմ նայեք 12-րդ էջից սկսած, մենք ունենք դեպքերի աճ, իսկ դեպքերի աճը տվյալ իրավիճակում չի նշանակում միայն վատը, նշանակում է, որ ստվերից սկսում է դուրս գալ ընտանեկան բռնության իրավիճակները, այո, եւ դիմելիությունն է բարձրանում, այստեղ երկու ուղղությամբ ենք մենք աշխատանք իրականացրել, նախ բուն գործերի քննությունը, որը կա, եւ երկրորդը դատախազների մասնագիտական վերաբերմունքի փոփոխություն։ Էջերից մեկում, եթե ես չեմ սխալվում, վերապատրաստումների հետ կապված նշված է, թե քանի դատախազ ինչ ծրագրերի շրջանակում ընտանեկան բռնության վերաբերյալ ինչ վերապատրաստում է անցել եւ դա պատահական չի, որ ես ներառել եմ մեր տարեկան հաղորդման մեջ, սա հետեւողական է մեր աշխատանքը, այս առումով մենք ուզում ենք, որպեսզի այն կարծրատիպերը, որոնք կան կենցաղային բռնության հետ կապված, ոչ միայն ընտանեկան, փոխվեն եւ մոտեցումները լինեն ավելի շատ տուժողակենտրոն եւ հենց այս նպատակով է, որ այս տարի հուլիսին դատախազության օրվա հետ կապված մենք մեծ միջոցառում ենք նախատեսում Եվրոպայի խորհրդի հետ եւ թեմաներից մեկը, որը որ առնչվում է մեր կոնֆերանսին, հենց տուժողակենտրոն մոտեցումն է։ Սա ոչ միայն ընտանեկան բռնությանն է վերաբերում, սա վերաբերում է նաև խտրականության վերաբերյալ գործերին։ Իսկ դուք գիտեք, որ Եվրոպական դատարանը մի շարք վճիռներ ունի ընդդեմ Հայաստանի կայացված, որոնք գտնվում են կատարման փուլում, եւ կատարման առումով էլի կարեւոր է, որպեսզի մեր վերաբերմունքը այս գործերի նկատմամբ փոխվի։ Եթե ես չեմ սխալվում, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մեջ էլ նմանատիպ դիտարկում կար, որ վերջին տարիներին նաև դատախազության դիրքորոշման փոփոխությամբ պայմանավորված կենցաղային բռնության գործերով կան փոփոխություններ դատական պրակտիկայի։ Շնորհակալություն, արձագանք ունեք Տիկին Ակմակյան։ Շնորհակալություն, ես կարդացել եմ ձեր հաշվետվությունը, ուղղակի քաղաքացիների համար հարց տվեցի հատ։ Շնորհակալություն։